Նոր Մարաղայում այսօր սուք է, կանգնած են գլխիկոր մարդիկ։ Նրանցից շատերը ականատեսն են 20 տարի առաջ Ղարաբաղի ամենահայաշատ ու բարգավաճ գյուղերից մեկում Մարաղայում կատարված ոչռագործության։ Ոմանք լուռ մտաբերում են եղերական ժամերը եւ ցավը սեղմելով ատամների տակ կսկիծով հիշում այն դժնդակ օրը, երբ մի ողջ գյուղ ավերվեց, իսկ 6 տասնյակից ավելի մարդ ադրբեջանցիների յաթաղանի զոհ դարձավ։ Պատմում են, որ փամփուշտից ընկածների գրեթե չեն հանդիպել, այլ տեսել են միայն բացառապես սրախողող ու խոշտանգված դիակներ, որոնց մեջ կանայք, ծերեր, երեխաներ։ Ինչու մահացել են, սպանել են, մորթալ են, ճղալ են, մոխիլալ այդան դիտորվա իրա։ Մեյդանն ստրաշնի պեներ տեսան դեղ, գլխնեն կտորած, դե մի հատ միասնիկ խանալ, են վիշլկոց են կախախրած գլխնեն, պիս տեղ վիրավորվալ ենք, մոնք շատ պիս, ենքան չիմզետի ազդեցիք նկրավիչ կամ արդեհալ ենք, տանը մեջին, ջայր լաղջիկ բրեմինի, փորո ճղած, շատ այլանդակ խուտուրով յաներ, շատ, որ, գիտեմ, լյուզիտ պատչիկյամ, դաժը հիշտ է տորերը։ Ազատամարտիկ Վլադիկ Սանտրյանն ասում է, որ այսօր պատմական Մարաղայում մարդ չի ապրում։ Թեկու թուրք լինի, ինչ ազգություն լինի, թե պատկերացնի, որ ինչ է կատարվել, նա չի կարող ներապրի, որտեղ իր ոտերի տակ կվարի։ Ասում են ժամանակը սպեղանի է, այն սփոփում է մարդու ցավն ու վիշտը։ Մարաղայի պարագայում այդպես չէ։ Ցավը մեծ ցավ է, մեծ տարապանք է, ընկերներս գնացին։ Քշերները մի քչաները մի տոն ցե զարմանում են, ասում են հունցս իջում։ Տոն շորում կամ տոն։ Կատարվեց հոգեհանգստի արարողություն։ Սքո արարողության մասնակիցները ծաղիկներ դրեցին Մարաղայում զոհվածների եւ անհայտ կորածների հիշատակին կառուցված հուշաքարին։ Ինչեցին Մարաղայի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործած ոչռագործությունը դատապարտող ելույթներ։ Պատմության արյունոտ էջերից է Արցախի երբեմնի հայաշատ 6000-ից ավելի բնակչով ու բարգավաճ գյուղերից մեկի Մարաղայի խաղաղ բնակիչների դեմ Ադրբեջանի գործած ոճիրը։ 1992 թվականի ապրիլի 10-ը մեկընդմիշտ կդասվի հայոց պատմության մեջ որպես Արցախի ազգային ազատագրական պայքարի ամենաողբերգական պահերից մեկը։ Այդ օրը Մարաղայում ելուզակ ադրբեջանցիները իրականացրել են ցեղասպանություն։ 1992 թվականի ապրիլի 10-ի լուսաբացին Ադրբեջանի զինված ուժերը 1 տասնյակից ավելի զրահատեխնիկայի ուղեկցությամբ հարձակվեցին գյուղի վրա։ Տեղի պաշտպանական ջոկատի տղաները գյուղի մատույցներում անձնվիրաբար դիմադրում էին թշնամու անհավասար ուժերին, սակայն երեկոյան ժամը 6-ին ոսոխին այնուամենայնիվ հաջողվում է ներխուժել գյուղ։ Մեզ օգնության են գալիս Հասանղայի, Մոխրաթաղի, Մարտակերտի, Հորաթաղի ջոկատի տղաները, սակայն մենք մինչև կազմակերպենք գյուղի ազատագրումը, գյուղը 5-ից 6 ժամ մնում է թշնամու ձեռքին։ Այդ 5 ժամվա ընթացքում նրանք թալանում են գյուղի ամբողջ ունեցվածքը։ Հերկիզում 200 բնակարաններ, 64 խաղաղ բնակիչներ հայտնաբերում ենք խոշտանգված, դանակահարված, մի մասը գլխատված, հրկիզված, մոխիրի կույտեր դարձած, եւ բոլորի դեմքերին կրծքերին խաչեր փորագրված, եւ 38 բնակիչների պատանդ են տանում։ Այն ինչ տեղի է ունեցել Մարաղայում ցեղասպանություն է մարդկության դեմ։ Այն ցեղասպանություն է միջազգային իրավունքի տեսանկյունից։ Դա հաստատել են այդ օրերին միջնորդական առաքելությամբ Լեռնային Ղարաբաղ այցելած եւ դեպքերի ականատես դարձած պետական ու քաղաքական գործիչներ մի շարք երկրներից։ Նրանք հետագայում իրենց տարբեր հրապարակումներում հաստատել են, որ կատարվածը ցեղասպանություն է։ Մարաղայում տեղի ունեցածը շարունակությունն է։ 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում, 1918-20 թվականներին Արևելյան Անդրկովկասում, Հայկական Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերի եւ 1920 թվականի մարտի 23-ի Շուշիի այդ ամբողջ կոտորածն է դրա մի արտահայտություններից մեկն է, բայց նաեւ 88-90 թվականներին Սումգայիթում, Գանձակում, Նուխիում, Շամախիում, Շամխորում, Բաքվում եւ այլ բնակավայրերում տեղի ունեցած այդ չարագործությունների հերթական օղակներից մեկն է։ Իր էությամբ, կատարման դաժանությամբ Ցավոք ապրիլ ամիսը ողբերգական երանգ ունի հայ ժողովրդի տարեգրության մեջ։ Ուրախություն մեզ դրան հաջորդեց հաղթական մայիսը։ Հրի ու սրի մատնված Մարաղայի բնակիչը ուժ գտավ իր մեջ, նորից որպես փյունիկ վեր հառնեց, վերընձյուղվեց։ Այսօր էլ շարունակում է իր քրտինքով շենացնել նոր Մարաղան։ Ապրում է հայացքը հառած հարազատ գյուղին, օրերից մի օր նրան փարվելու հույսով։ Հույսավալա պրմնքլի։
հույսով ապրում ենք։ Բայց երոնենք բերվին հնում ընդեղա ես նաղդը։ Գոհար Ռուստամյան, Միրուժան Մարտիրոսյան, օր։